Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել։ Այսօր խոսելու ենք կարմիր հաղարջի մասին։ Կարմիր հաղարջը համարվում է շատ օգտակար հատապտուղ։ Այն հարուստ է վիտամին C-ով, A-ով և K-ով, հակաօքսիդանտներով, օրգանական թթուներով և մանրաթելերով, սակայն ինչպես ցանկացած մթերք, այն նույնպես կարող է որոշ մարդկանց համար անցանկալի ազդեցություններ ունենալ, ովքեր պետք է զգուշանան կարմիր հաղարճ օգտագործելիս։ Առաջինը ստամոքսի խոց ունեցող մարդիկ։ Կարմիր հաղարջը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական թթուներ։ Եթե մարդը տառապում է ստամոքսի խոցով, 12 մատնյա աղու խոցով խոցի սրացման փուլում, ապա թթվային հատապտուղները կարող են ուժեղացնել ցավը, առաջացնել այրոց, գրգռել ստամոքսի լորձաթաղանթը։ Այս մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել հատկապես թարմ կարմիր հաղարջից։ Բարձր թթվայնությամբ գաստրիտ ունեցողներին գաստրիտի որոշ տեսակների դեպքում ստամոքսահյութի թթվայնությունը բարձր է լինում։ Կարմիր հաղարջի թթուները կարող են ուժեղացնել այրոցը, առաջացնել փքվածություն, մեծացնել ստամոքսի անհարմարությունը, հատկապես պետք է զգուշանալ հիվանդության սրացման ժամանակ։ Պետք է խուսափեն նաև ալերգիա ունեցող մարդիկ, թեև կարմիր հաղարջը համեմատաբար քիչ ալերգեն է, որոշ մարդկանց մոտ հնարավոր են մաշկի ցան, քոր, շուրթերի այտուց, հազվադեպ շնչառական դժվարություններ։ Եթե նախկինում եղել են ալերգիկ ռեակցիաներ հատապտուղների նկատմամբ, անհրաժեշտ է առաջին անգամ փոքր քանակությամբ փորձել։ Արյան մակարդելիության խանգարումներ ունեցող անձինք։ Կարմիր հաղարջը պարունակում է K վիտամին, որը մասնակցում է արյան մակարդման գործընթացին։ Զգուշություն է պահանջվում, եթե մարդը ընդունում է հակամակարդիչ դեղեր, ունի թրոմբոզի պատմություն, բուժվում է արյան մակարդման հետ կապված խնդիրների պատճառով։ Այս դեպքում սննդակարգի փոփոխությունները ցանկալի է համաձայնեցնել բժշկի հետ։ Այն մարդիկ, ովքեր հակված են լուծի։ Կարմիր հաղարջը հարուստ է մանրաթելերով, մեծ քանակով օգտագործման դեպքում այն կարող է առաջացնել փորլուծություն, աղիքային գրգռվածություն, որովայնային ցավեր, գազեր, հատկապես զգայուն են փոքր երեխաները և աղիքային խանգարումներ ունեցող մարդիկ։ Եթե մարդը տառապում է գրգռված աղու համախտանիշով, ապա կարմիր հաղարջի թթուներն ու մանրաթելերը կարող են որոշ դեպքերում ուժեղացնել փքվածությունը, առաջացնել աղիքային կծկումներ, մեծացնել անհարմարությունը։ Շաքարախտ ունեցող մարդիկ նաև պետք է զգուշանան։ Կարմիր հաղարջը համեմատաբար քիչ շաքար է պարունակում, սակայն հյութերի, մուրաբաների, ջեմերի տեսքով այն հաճախ օգտագործվում է ավելացված շաքարով։ Շաքարախտ ունեցող մարդիկ պետք է վերահսկեն օգտագործվող քանակը։ Երիկամների որոշ հիվանդությունների դեպքում։ Չնայած կարմիր հաղարջը հաճախ համարվում է օգտակար միզամուղ հատկությունների շնորհիվ, երիկամների ծանր հիվանդությունների դեպքում սննդակարգի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բժշկի հսկողությամբ, հատկապես եթե առկա են երիկամային անբավարարություն, էլեկտրոլիտների խանգարումներ, հատուկ բուժական սննդակարգ։ Հղիները կարող են ուտել, հարցնում են շատ շատերը։ Առողջ հղիների մեծամասնության համար կարմիր հաղարջը անվտանգ է։ Այն կարող է օգնել վիտամին C-ի ստացմանը, իմունային համակարգի աջակցությանը, փորկապության կանխմանը, սակայն չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել այրոց, ստամոքսի գրգռվածություն, աղիքային անհարմարություններ։ Երեխաները կարող են ուտել։ Այս հարցը նաև շատ է հնչում։ Այո, սակայն փոքր քանակներով, որոնք լավ լվացված են և աստիճանաբար ավելացնել չափաբաժինը։ Եթե երեխայի մոտ հայտնվեն ցան, քոր, որովայնային ցավ, ապա անհրաժեշտ է դադարեցնել օգտագործումը և խորհրդակցել մանկաբույժի հետ։ Ինչ կլինի չափից շատ ուտելու դեպքում։ Մեծ քանակությամբ կարմիր հաղարջի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի ցավ, այրոց, փքվածություն, գազեր, փորլուծություն, սրտխառնոց, աղիքային անհարմարություններ։
Իսկ այժմ շատ հետաքրքիր փաստ կարմիր հաղարջի մասին։ Ժողովրդական բժշկության մեջ կարմիր հաղարջը համարվում է մաքրող հատապտուղ։ Եվրոպայում այն դարեր շարունակ օգտագործվել է մարսողությունը խթանելու, ախորժակը բացելու եւ օրգանիզմը թարմացնելու նպատակով։ Սակայն հենց այդ ակտիվ թթուներն են, որ որոշ հիվանդությունների դեպքում կարող են դառնալ խնդրի պատճառ։ Եվ այսպես կարմիր հաղարջից պետք է հատկապես զգուշանան մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի կամ 12 մատնյա աղուխոց, բարձր թթվայնությամբ գաստրիտ, ալերգիա, հատապտուղների նկատմամբ գրգռված աղու համախտանիշ, հաճախակի փորլուծություն, արյան մակարդելիության խանգարումներ կամ հակամակարդիչ բուժում, որոշ ծանր երիկամային հիվանդություններ։ Առողջ մարդկանց մեծամասնության համար կարմիր հաղարջը անվտանգ եւ օգտակար մթերք է, եթե այն օգտագործվում է չափավոր։ Նշենք, որ այս անուշաբույր եւ շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց ինչպես արդեն նշեցինք, ունի նաև հակացուցումներ։ Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է, հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի թարմացնող համը։ Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ, հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել մարաթոնային վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։ Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը, կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։ Կարմիր հաղարջն ախորժակ է բացում եւ նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։ Կարմիր հաղարջի հյութը ջերմ իջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ, օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրաթների, միզաթթվի աղերի դուրսբերմանը։ Ինչպես ընտրել կարմիր հաղարջը։ Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները։ Ինչպես արդեն նշեցինք, չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ, օրինակ կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու 12 մատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։ Եվ հիշեք, մեր տեսանյութերը կրում են բացառապես տեղեկատվական բնույթ եւ որևէ բժշկական ցուցում չեն պարունակում։ Եթե ունեք խնդիրներ, ապա անհապաղ դիմեք բժշկի կամ մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժումը կարող է վնասել ձեր իսկ առողջությանը։ Առողջ եղեք եւ գրեք, թե որ մրգի, բանջարեղենի կամ հատապտղի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։